Ավանի դատարանի բակում ոստիկանական հսկայական ուժերը կենտրոնացրել ներքին գործերի նախարարությունը։ Իրավապահների քարաշերտ պատը փակել է դատարանի մուտքը Սամվել Կարապետյանի աջակիցների բազմության առաջ։ Այս դատարան է բերվել հայտնի գործարարին կալանավորելու միջնորդությունը, Սամվել Կարապետյանն այստեղ է տեղափոխվել քննչական կոմիտեից։ Նրան տանող մեքենան քաղաքացիների ծափերի ներքո դուրս է եկել քննչական կոմիտեի այն վարչությունից, որը քննում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները։ Սա 1, 2, 3 հոգու հարց չէ, ժողովուրդ ջան, սա մեր սրբության, մեր եկեղեցու, մեր տան հարցն է, ժողովուրդ ջան։ Մենք եկել ենք մեծանուն հայ կողքը լինելու համար, մաս, որը որ տասնամյակներով եղել է մեր երկրի անկախության, պատերազմի եւ այսինքն մեր ամաս համարժեքան Քրքրքորյանը եթե կենթանի լիներ, իր այդպես մի բան կատարվեր, մենք լինենք իր կողքը։ Այսօր կեսօրին մոտ Սամվել Կարապետյանի հնարավոր ձերբակալության մասին առաջին լուրերից 18 ժամ անց է միայն պարզվել, որ նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, որը բացարձակ իրականության հետ կապ չունի եւ յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է այդ տեսանյութը դիտել եւ ինքը իր մեջ գնահատել։ Դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ։ Քննչական մարմինը հանցակազմ է գտել Սամվել Կարապետյանի 40 վայրկյանանոց այն հարցազրույցում, որտեղ նա անվերապահ աջակցություն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն, խոստանում միջամտել հակաեկեղեցական արշավին։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Մեղադրանքը չի ընդունում Կարապետյանը։ Ապօրինի մեղադրանք են առաջադրել, որը մեր վստահորդը չի ընդունում եւ ներկայացնում են դատարան կալանքի սանկցիա։ Սամվել Կարապետյանի առանձնատանը ոստիկանական առաջին գործողություններից 9 ժամ հետո է բերման ենթարկվել գործարարը։ Նա գիշերը ժամը 3-ին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ է դուրս եկել իր տնից։ Կարապետյանը ոստիկանական բաժին ուղևորվելուց առաջ եւս մեկ սուր հայտարարություն է արել իշխանության հասցեին՝ ի աջակցություն եկեղեցու։ Ես մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնեն ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է, իրանք հասկանալու են, որ իրանք հասկանալու են, որ Կարապետյանի հետ բերման էին ենթարկվել նաև նրա եղբայրը Կարեն Կարապետյանը ու եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Նրանք առավոտյան ազատ են արձակվել, բարձր տրամադրությամբ դուրս են եկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից, հարցերի չեն պատասխանել։ Մամուլի տեղեկություններով Սամվել Կարապետյանին ձերբակալելու գործը Փաշինյանը հրահանգած է եղել անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, բայց նա անգամ պաշտոնանկության սպառնալիքի տակ հրաժարվել է հրահանգը կատարել հաշվի առնելով անձնական բարեկամական կապերը։ Արմեն Աբազյանն արդեն պաշտոնանկ է արվել 2020-ի նոյեմբերի 8-ից ԱԱԾ-ն ղեկավարող Աբազյանին շատ արագ փոխարինող է գտել Փաշինյանը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ Որքան եք խուսափելու լրացուցիչ։ Աբազյանի ազատման հրամանը ստորագրելուց առաջ, թե դրանից հետո Փաշինյանն անցել է իր հիմնական դարձած գործին՝ ֆեյսբուքյան ստատուսագրությանը։ Գիշերը Սամվել Կարապետյանի հասցեին մի քանի վիրավորական գրառումներից հետո առավոտյան Փաշինյանը մեջբերել է Կարապետյանի վերջին հայտարարությունը հեծի եւ իշխանականների վրա թքած ունենալու մասին։ Այսինքն այս մարդիկ հեծը իրենցը չեն էլ համարել եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե հեծը իրենցը չէ, ումն է ուրեմն։ Նրա սպառողներին է, նրա աշխատողներին է, ասել է թե ժողովրդին է, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է կամ աշխատակից։ Փաշինյանն այս գրառմամբ տեղեկացրել է նաև Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետականացնելու մտադրության մասին։
Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Մինչև ուշ գիշեր մարդաշատ է եղել Կարապետյանների առանձնատան բակը Սամվել Կարապետյանին աջակցելու համար այնտեղ են եղել նաև հասարակական քաղաքական գործիչներ։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը բարերարին աջակցող հայտարարություն է տարածել։ Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի եւ անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են եւ պահանջում են համազգային համախմբում։ Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով Հայաստանի գլխավոր դատախազին է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն, խնդրելով միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների հակաիրավական գործողությունները կանխելու համար։ Ալբերտ Սերոպյան, Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Նորայր Շարբաթյան, Այլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։